Այսօր Պենտեկոստեի օր է, նրանք ովքեր չգիտեն այն օրը, որ Սուրբ Հոգին հեղվեց եկեղեցու վրա, մեզ համար որպես ավետարանական հոգեգալստին հավատացող եկեղեցի շատ կարևոր օր է այս օրը, որովհետև առանց Սուրբ Հոգու այն մեծ գործերը, որ Աստված իր եկեղեցու համար ունի, չէր լինի։ Եվ ինչպես մնացած բոլոր տոներին ինձնից լսել եք, օրինակ ինձ համար մայրերի տոնը միակ օրը չի մայրերին պատվելու։ Շատ վատ կզգամ, եթե որևէ երեխա տարվա մեջ մենակ այդ մի օրը հիշի, որ իր մայրիկին պետքա պատվի։ Նույն ձևով Սուրբ Ծնունդը, նույն ձևով Պենտեկոստը, նույն ձև հարության տոնը քրիստոնեական կյանքում պետք է լինի ամենօրյա ռեժիմով տոնակատարվող ցնծության առիթ լինելու։ Բայց իհարկե, քանի որ Պենտեկոստեի օր է, սիրում ենք Սուրբ Հոգու մասին խոսել եւ այնքան մեծ է այս թեման, որ մի ժողովը հերիք չէ, բայց կանդրադառնամ դրան։ Այսօր սրտից եմ խոսալու այն բաները, որ ինձ մի քիչ անհանգստացրել են կամ մի քիչ կուզեմ ուշադրություն դարձնեմ, նաև Սուրբ Հոգու մասին խոսեմ։ Սաղմոս 2-ն ասում է. ես ուրախացա, երբ ինձ ասեցին, արի գնանք Տիրոջ տուն։ Այսօր ուզում եմ հարց տամ, իսկ դու մեկին ուրախացրել ես կամ գիտես, որ կարող ես ուրախացնել մեկին այդ նույն հրավերը տալով, արի գնանք Տիրոջ տուն։ Գիտեք, շատ ժամանակ մենք նստում ենք, նայում ենք շուրջը, ասում ենք, ժողովուրդը քիչ են կամ քիչացան, որոշ մարդիկ ցավոք սրտի սպասում են այդ զանգին, որ դու զանգես, իրանցով հետաքրքրվես։ Որոշ մարդիկ նման են այն անդամալույցին, որ Հիսուսի ժամանակ հիշում եք 4 ընկերներով թելերով իջացրեցին Հիսուսի մոտ։ Որոշ մարդիկ կան միշտ մենք իրանց կրում ենք։ Ուզում եմ քաջալերեմ ձեզ որպես եկեղեցի մեկ կորցնի մարդկանց։ Գիտեք, որպես հովիվ մեծ հաշվով դա իմ գործն է, բայց ես կարծում եմ 10-ից 20-ից ավել մարդ իմ տեսադաշտից արդեն անհետանում են եւ կարող է մեկ շաբաթ չհիշեմ մեկին։ Բայց մենք որպես Քրիստոսի մարմին մեր պարտքն է հիշել մեր քույր եղբայրներին, նրանց համար աղոթել, նրանց զանգել, նրանց այցելել, նրանց հալը հարցնել, օգնել, դա շատ կարևոր գործ է։ Եթե մենակ գալիս ենք այստեղ, որ Կիրակի օրը օրհնվենք, հետո գնանք զբաղված, եկեղեցի չենք դառնալու։ Լսել եմ բաներ, որոնց մասին հիմա ասենց հերթով խոսելու եմ։ Երբ որ որևէ մեկը ասում է, որ օրինակի համար եկեղեցու դուս քեզ հետ շփվեմ, եկեղեցին դու ես ենք։ Ուշադիր լսեք ինչ եմ ասում։ Եկեղեցին 56-0-ի Նյու Յորք բուլվարը չի։ Եկեղեցին Արման, Էմինե, Քեյլա, չգիտեմ, մյուս անունները բոլորս միասին մենք ենք եկեղեցին։ Եվ որևէ մեկը, երբ որ խոսում է եկեղեցու մասին, էդ իմ մասին է խոս, դա մենք ենք միասին։ Եվ մենք պիտի հասկանանք, որ մեր մարդիկ ում որ Տերը վստահել է մեզ, մենք մեկ մարմնի անդամներ ենք։ Պողոս առաքյալն ասում է, դուք իրար անդամներ եք եւ Տիրոջ մարմնի անդամներն եք։ Խնդրում եմ ձեզ, ուշադիր եղեք մարդկանց կապնվելու, զանգելու, աղոթելու եւ այդ միաբանությունը պահելու, դա շատ կարեւոր փաստ է։ Եվ ուրախության առիթ եղեք, որ մարդկանց հրավիրեք գան եկեղեցի, որովհետեւ դա ուրախալի բան է։ Ինչ որ մեկը մեկ օր մեզ հրավիրել է եւ մենք ուրախացել ենք։ Ամեն։ Հաջորդ բանը, որ ուզում եմ խոսամ, թե ինչքան կարեւոր է, եթե մենք ուզում ենք Պենտեկոստեի եկեղեցի, եթե մենք ուզում ենք եկեղեցի, որ Աստծո հոգին ուրախությամբ շարժվում է, բանալի ամենակարևոր նախադրյալներից մեկը դա միաբանությունն է։ Գործք առաքելոցի մեջ, որը եկեղեցու կարելի ասել մենյուալն է, 11 անգամ մինիմում խոսում է միաբան լինելու եւ միաբանության մասին։ 11 համար չեմ կարդա, բայց մի քանի համարներ ուզում եմ կարդամ, ուզում եմ գրեք, ուզում եմ դուք էլ բացեք, կարդաք, սրանք շատ կարևոր են ամեն մեկիս համար։ Գործք առաքելոց 1:14-ի մեջ ասում է. սրանք, այսինքն փրկվածները, բոլորը միշտ միաբան աղոթք ու աղաչանք էին անում կանանց հետ, Հիսուսի մոր Մարիամի ու նրա եղբայրների հետ։ Բոլորը միասին։ Մենք
այնքան շատ ենք սիրում սենց առանձնանալ, գնալ սարեր կամ մի մենակ տեղ, մենք մեր խնդիրների մեջ, բայց անընդհատ գործ կառաքելոցի մեջ մենք տեսնում ենք միաբանության կարևորությունը։ Միաբան մեկտեղ էին, միաբան աղոթում էին, միաբան հաց էին կտրում, միաբան տներում էին, իրար հետ գնում էին եկեղեցի, իրար հետ գնում էին իրար տներ։ Սա շատ կարևոր էր եւ հետաքրքիր է նաեւ, որ աղոթքի նախաձեռնողները տղամարդիկ էին, ասում են նրանք կանանց էլ բերում ասում կանայք էլ իրանց հետ։ Ուզում եմ այս տան տղամարդկանց քաջալերեմ։ Դուք եք աղոթքի նախաձեռնողները, դուք եք հաղորդակցության նախաձեռնողները ձեր կանանց հետ միասին։ Հելո տղամարդիկ։ Ուզում եմ բոլոր տղամարդիկ ձեր բարձրացնեն։ Լավ բարձրացրու։ Դու քո ընտանիքի աղոթքի նախաձեռնողն ես։ Դու քո ընտանիքին եկեղեցի ուղղորդողն ես։ Դու քո ընտանիքի մեջ Bible study նախաձեռնողն ես։ Աստված քեզ է դրել քահանա քո տանդ մեջ։ Տղամարդ քո դիրքը մի զիջի, իմացի որ, որտեվ շատ տղամարդիկ ասում են, ես տենց օքեյ գալիս եմ, կինս է հավատքի ուժեղը։ No։ Աստված տղամարդուն դրել է քահանա իր տան մեջ։ Եվ նրանց այն ընտանիքներում, որտեղ տղամարդիկ կան, ես ձեզ քաջալերում եմ, կարիք չունես professional priest եղնելու, սովորած լինելու, սկսի աղոթել, ընտանիքիդ հավաքի, քո թևերի տակ Աստծո խոսքը սովորեցրու։ Ամեն, բայց միշտ ամենքը, նայեք ամենքը միշտ միաբան են։ Սատանան հաջողությանը հասնում, երբ որ քեզ խաբում է, որ դու չգնաս, չմիաբանվես, it's not a big deal, it's a big deal։ Մարդիկ, որ ասում են, «Օ փաստոր ջան, ինչ անենք, եկեղեցին լավանա, օգնենք, ծառայենք», համար առաջի բանը show up։ Ավելին ասեմ, show up on time։ Ուրեմն առաջի բանը միաբանության ձգտելը, հավաքվելը միտեղ, որտեղ մենք գիտենք, որ դա մեր տեղն է, դա մեկտեղ մենք հավաքվում ենք պաշտելու։ Գործք առաքելոց 2:1-4-ի մեջ ասում է, երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին։ Սա նախապայման էր եւ հանկարծ երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ փչող քամու պես, լցրեց բոլոր տունը, որտեղ նստած էին եւ երևաց նրանց բաժանված լեզուներ, ինչպես կրակից, եւ նստեց նրանց ամեն մեկի վրա եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին։ Ովքեր լցվեցին։ Ամենքը Սուրբ Հոգով լցվեցին։ Սա նրանց համար, ովքեր ասում են, դե Սուրբ Հոգին միայն աշակերտների ժամանակ էր, Սուրբ Հոգին հատուկ մարդկանց համար, ովքեր հավաքված էին աղոթքի, լցվեցին Սուրբ Հոգով։ Եվ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես Հոգին նրանց խոսել էր տալիս։ Կանդրադառնամ սրան, Սուրբ Հոգու լեզուներով աղոթելու մասին։ Հաջորդ համարը Գործք առաքելոց 2:46-ի մեջ ասում է ամեն օր, ասա ամեն օր։ Տեսնեք ինչքան ենք հետ գնացել։ Շաբաթը մեկ որ գալիս ենք, մեդալ ենք ուզում ենք որ անպայման ասեն, որ մենք եկել ենք ժողովուրդ, Կիրակի եկել ենք եկեղեցի, բա ինչ պետք է անեիք։ Բա ինչ պետք է անեիք, եթե չգայիք։ Էլ ինչով ենք մենք քրիստոնյա։ Չէ՞։ Բա ինչ պետք է, իհարկե պիտի գայինք։ Իհարկե պիտի հավաքվենք այնտեղ, որտեղ Տիրոջ անունն է կանչվում, Աստծո խոսք է քարոզվում, եւ դա մեծ բան չի։ Դա մինիմալն է, որ մենք կանենք։ Originally եկեղեցին ամեն օր էր հավաքվում։ Ամեն օր միաբանությամբ տաճարում էին լինում, հաց էին կտրում, տներում, ուրախությունով, սրտի միամտությունով կերակուր էին ուտում, Աստծուն օրհնում էին եւ բոլոր ժողովրդի առաջ շնորհ էին գտնում ու Տերն էլ ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու հետ։ Ամեն օր Տերը մարդ էր ավելացնում, որովհետեւ ամեն օր սուրբերը հավաքվում էին Տիրոջը պաշտելու, Տիրոջ անունը մեծարելու, հաց կտրելու, Աստծո խոսքը լսելու եւ մարդիկ գալիս էին եւ կպնում էին եկեղեցուն։ Հաջորդ համարը նորից շեշտում է միաբանությունը Գործք առաքելոց 4:24 եւ 31-ը։ Եվ նրանք երբ որ լսեցին, սա այն ժամանակ էր, նեղության ժամանակ էր։ Հալածանք էր սկսվել, Հերովդեսն ուզում էր սպաներ, ուզում էր արգելեր Տիրոջ անունով, որ այլևս չխոսացվի, եւ նրանք երբ որ լսեցին այս սպառնալիքը, որ եկեղեցու համար վտանգավոր ժամանակ է, չփախան, ընդհակառակը հավաքվեցին միաբան։ Հիմա ուզում եմ հարց տամ, որ նկատում եմ շատ ժամանակ ում կյանքում նեղություն է, առաջի բանը, որ մարդը մտածում է, խաբվելով, սա է, որ լավ էս ընթացք եկեղեցի չգնամ։ Գժվացնում է այդ երևույթը ինձ որպես հովիվ, ասացի չէ, շատ անկեղծ եմ խոսալու։ Այդ երևույթը ես չեմ հասկանում։ Մարդը ֆինանսապես դժվար է, զանգում ես, ասում ես, ոնց հա չկաս, մի քիչ խառնեմ, մի քիչ լավանամ կգամ։ Առողջապես վատա, ինչ ա եղել վիճակը, մի քիչ լավ չեմ, ցավեր ունեմ, բա մի քիչ դզվեմ կգամ։
Սատանան խաբել է մարդկանց, որ եկեղեցին է խնդրեմը։ Գիտեք, գործից չեն հրաժարվի, հարևանների հետ սուրճ խմբ։ Միշտ հիմա ասելուց հետո ուշադրություն դարձրեք։ Առաջի հարվածը, որ գալիս է, եկեղեցի չգնալու վրա է։ Անկամ հոգևոր նորոգվելու համար մարդն ասում է՝ մի քիչ չգամ, չգիտեմ, առանձին չես, առանձին մենք չենք օրհնվում։ Նոր կտակարանի մեջ բացառիկ տեղեր, երևի չես գտնի տեղ, որ առանձնանալով Հիսուսն էր առանձնանում։ Հիսուսը 40 օր առանձնացավ ծառայությունը սկսելուց առաջ։ Դրանից հետո գրեթե չենք տեսնում։ Գիշերը իր աղոթքի, բայց ընդհանուրի մեջ Տերը նորոգում է մեզ։ Մարմինը հավաքվում է միասին։ Դրա համար իմ ցավի մեջ ես ոչ թե պիտի փախչեմ եկեղեցուց, ընդհակառակը եկեղեցի պիտի գամ։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր տառապանքի միջով, օրինակ ընտանիքը քանդվում է, իրանք ծեփած գերեզմանին պես հալելույա, լավ ենք, փառք Տիրոջը, ումից ես թաքցնում։ Հետո արդեն գալիս են հովիվ ջան փրկի, արդեն ամեն ինչ ուշ է։ Ես հասկանում եմ, որ բաներ կա, որ public դնելու չի սիրելիներ, բայց շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ Սատանայի strategy-ն դա է առանձնացնել մեզ եւ հաղթել։ Դրա համար ամեն նեղության մեջ ոչ թե պիտի եկեղեցուց փախչես։ It makes me crazy, honestly, գժվացնում է դա ինձ։ Մարդիկ հենց նեղության մեջ են մտածում են եկեղեցին է մեղավոր։ Առաջի բանը, որ իրանց schedule-ից կտրում են, եկեղեցի չգալն է։ Նկատել եք տենց բան, թե ես եմ մենակ նկատել։ Լինի խնդիրը անձնական մեղքի հետ, ինչ խնդիր ուզում լինի, որտեվ դա սատանայի ստրատեգիա է, քեզ կտրել Աստծո շնչառությունից, Աստծո կյանքից, որ եկեղեցու մեջ է լինում։ Դրա համար երբեք չխաբվես, ուրախ լինես, տխուր լինես, սոված լինես, կուշտ լինես, ինչ վիճակի մեջ էլ կաս, գրված է մեկտեղ հավաքվելը չթողնեք, ինչպես ոմանք սովորություն ունեն։ Մի սարքի սովորություն, մի թող այդ սովորությունը քեզ բռնի, դա լավ սովորություն չի։ Նրանք միաբան էին, ու երբ որ լսեցին, որ ճնշում է գալիս, հարձակում է գալիս, ինչ արեցին, միաբանությամբ իրեն ձայները բարձրացրին դեպի Աստծուն ու ասեցին. Տեր, դու ես Աստված երկնքի ու երկրի, ծովը եւ նրանց մեջ բոլոր բաները դու ես ստեղծել, լսիր այս հոխորտանքը, մեզ ուժ տուր եւ այլը, եւ գրած է, երբ որ նրանք աղոթք արեցին, շարժվեց այդ տեղը, որտեղ հավաքված էին ժողովուրդը, եկեղեցին ու ամենքը, նորից ամենքը ինչ եղան, Սուրբ Հոգով լցվեցին եւ Աստծո խոսքը խոսում էին համարձակությունով, հալելույա։ Տեսնում եք, միաբանության մեջ Աստված հայտնվում է բոլոր ժամանակներում։ Եվ ես մեր փորձից կասեմ, այնքան ժամանակներ ա եղել, որ թեկուզ ծառայողներով հավաքվել ենք, բացարձակ ոչ հավես ենք ունեցել, ոչ էներգիա ենք ունեցել, ոչ ժամանակ ենք ունեցել, ոչ էլ հույս ենք ունեցել, որ Աստված մի բան կանի, բայց հանկարծ Տերը գալիս է, որտեղ 2-3 հոգի հավաքվում են Տիրոջ անունով, Տերը հայտնվում է։ Դրա համար նայր ինչ որ մեկին ասա, միաբանվելը շատ կարևոր է։ Գործք առաքելոց 1:4-5-ի մեջ ասում է, որ երբ որ նրանք միասին էին, Հիսուսը նրանց պատվեր էր տալիս Երուսաղեմից չհեռանալ եւ սпасել հոր խոստումին, որ ասել էր ինձանից լսեցիք, որովհետեւ Հովանեսը ջրով մկրտեց, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք ոչ շատ օրեր սրանից հետո։ Հիսուսը ինքը իր աշակերտներին պատվեր էր տալիս, որ չցրվեն։ 3.5 տարի սովորել էին, հեշտ էր ամեն մեկը գնար իր գործին, բայց Հիսուսն ասում է չցրվեք, դեռ էլի բան կա։ Ամեն մեկը մկրտվել էր Հովանեսի մկրտությունով, այսինքն մեղքերի թողության, ապաշխարության քայլը արել էր, բայց Հիսուսն ասում է ավելին կա։ Ինչպես որ մկրտվեցիք Հովանեսի մկրտությունով, մկրտվելու եք Սուրբ Հոգով։ Հիմա հարցը Սուրբ Հոգուն են գալիս կամած։ Ովքեր են կարող, ովքեր են մկրտվում Սուրբ Հոգով, ում համար է Սուրբ Հոգու մկրտությունը։ Եթե վերլուծենք Հիսուսի ասածը, Հիսուսն ասում է, ինչպես մկրտվեցիք Հովանեսի մկրտությունով, իսկ Հովանեսի մկրտությունով մկրտվում էր ամեն մեկը, որ ապաշխարում էր, դառնում էր Տիրոջը, չէ՞, մեղքերի թողության համար մկրտվում էր։ Եվ Հիսուսն ասում է, ինչպես Հովանեսով մկրտվեցիք, ամեն մեկդ մկրտվելու եք Սուրբ Հոգով, բայց սпасել էր պետք։ Սուրբ Հոգու համար նախանձավոր լինել էր պետք։ Երբ որ ես երեխա էի, այն ժամանակ դահլիճներ չկար, եկեղեցի չկար,
անտառներում մարդիկ հավաքվում էին եւ երևի ամսվա մեջ 1 օր կամ տարվա մեջ մի քանի օր ունեին, որ հատուկ հավաքվում էին, երկար ժամեր այնքան էին աղոթում, մինչեւ յուրաքանչյուր Սուրբ Հոգով լցվեր։ Եվ շատ մարդիկ կիլոմետրով ոտքով գնում էին։ Ես քույրիկներ, տատիկներ գիտեմ, որ գնում էին, հեսա Զարիկը ձեռա բարձրացնում, վազելով սար էին բարձանում ցեխի ու անձրևի մեջ, որ հետ չմնան այդ հատուկ աղոթքի ժամանակ Սուրբ Հոգով մկրտվեն եւ մկրտվում էին։ Եվ իրանց կյանքը տրանսֆորմ էր եղնում ու դառնում էին զորավոր վկաներ Տիրոջ համար, որովհետև արժևորում էին։ Այսօր կարևոր բանալիներից մեկը Սուրբ Հոգով լցվելու, Սուրբ Հոգուն սպասելն է։ Drive through Սուրբ Հոգու չկա, Սուրբ Հոգի չկա։ Սենց ավտոյով ընթացքը մի հատ երգ դնես, հալելույա, come Holy Spirit, լցվեցի ու գնացի, no։ Սուրբ Հոգին պատվի արժանի անձ է։ Սուրբ Հոգին երկրպագության, պատվի, աստվածային ակնածանքի արժանի անձ է, որին պիտի ցույց տանք, որ մեր սրտերը բաց են քո առաջ, որ դու մեզ համար ամեն ինչից թանկ ես։ Գրված է՝ մի տրտմացրեք Աստծո Սուրբ Հոգին։ Դու չես կարող անընդհատ սխալի մեջ ապրես, անեստ բաներ, որ Աստծո Հոգուն հաճելի չեն, եւ միևնույն ժամանակ մտածես, որ Սուրբ Հոգով պիտի լցվես։ Պատվել Աստծո ներկայությունը, պատվել Աստծո խոսքը, պատվել Աստծո պատվիրանը, սпасել Սուրբ Հոգու լեցունությունը։ Հիմա ովքեր կամ ինչպես ենք մենք Սուրբ Հոգով մկրտվում։ Հովհաննես ավետարանի մեջ 20-րդ գլխի մեջ այս դրվագը կա։ Երբ որ Հիսուսը հայտնվում է աշակերտներին հարությունից հետո, խոսում է, պատվերներ է տալիս, հետո 20-22-ի մեջ ասում է, եւ սա ասելով փչեց նրանց վրա եւ ասեց՝ առեք Սուրբ Հոգին։ Եվ այդ ժամանակ էր, որ Սուրբ Հոգին կարծես մնաց երկրի վրա։ Այնպես չէ, որ ամեն մի մկրտության ժամանակ Աստված հատուկ Սուրբ Հոգի է ստեղծում, նո, Սուրբ Հոգին երկրի վրա է իր եկեղեցուն առաջնորդելու, առաջ տանելու, եւ նրանք ովքեր բացում են իրենց հոգևոր բերանը, բացում են իրենց սիրտը, Սուրբ Հոգին պատրաստ է լցնելու։ Լայն բաց բերանդ եւ ես պիտի լցնեմ, ասում է Աստծո խոսքը։ Ամեն։ Առեք, Հիսուսը երբ որ փչեց, ասեց վերցրեք Սուրբ Հոգին։ Որովհետև Սուրբ Հոգին պարգև է տրված յուրաքանչյուր վերստին ծնված մարդու։ Սուրբ Հոգին վարձք չէ, այսինքն մենք ինչ-որ կատեգորիաների չենք հասնում, որ Սուրբ Հոգով մկրտվենք։ Ընդհակառակը, այն պահին, երբ որ մեր կյանքը տալիս ենք Տիրոջը, դառնում ենք, ապաշխարում ենք մեր մեղքերից, դառնում ենք վերստին ծնվում ենք, Սուրբ Հոգին գալիս է զորացնելու մեզ, օգնելու մեզ, սովորեցնելու մեզ, առաջնորդելու մեզ։ Եվ խոստումը սա էր, որ կլինեմ ձեր հետ եւ կլինեմ ձեր մեջ։ 2:1-3 գործ կառաքելոց, երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին։ Եվ հանկարծ երկնքից մի հնչյուն եղավ, սաստիկ փչող քամու պես, եւ լցրեց բոլոր տունը, որտեղ նստած էին։ Նախ աղմուկ կար, լուր չէր։ Մի վախեցեք, երբ որ եկեղեցու մի քիչ աղմուկ է լինում, երբ որ աղոթքի ձայնը բարձրանում է, դա շատ Սուրբ Հոգու, շատ աստվածային վիճակ է, որովհետև առաջի անգամ, երբ որ Սուրբ Հոգին իջավ, գրված է սաստիկ քամու ձայնի պես ձայն եկավ։ Եվ հանկարծ փչող քամու պես լցրեց տունը, որտեղ նստած են, երևեցան բաժանված լեզուներ, ինչպես կրակից, եւ այդ լեզուները նստեցին հատուկ մարդկանց վրա, ոչ, նրանցից ամեն մեկի վրա իջավ Սուրբ Հոգին։ Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Եվ Երուսաղեմում բնակված էին հրեաներ, աստվածավախ մարդիկ, երկնքի տակ ամեն ազգերից էլ մարդիկ կային։ Եվ երբ որ այս ձայնը եղավ, բազմությունը եկավ մեկտեղ, հավաքվեց, որպեսզի տեսնեն ինչ է կատարվում։ Եվ ամենքը լսում էին նրանց, այսինքն Սուրբ Հոգու մկրտությունը լսելի մի բան էր։ Մարդիկ մկրտվել էին, հետաքրքրվողները եկել էին լսելու։ Սա նրանց համար, ովքեր կարծում են կամ սովորացնում են կամ հավատում են, որ Սուրբ Հոգու լեցունությունը դա սրտի փոփոխություն է։ Այո, դա Սուրբ Հոգու գործն է, բայց Սուրբ Հոգու մկրտությունը, ինչքան որ նայենք Սուրբ գրքի մեջ, միշտ կա ձայնային մասը, անլսելի էր, այն երևացող էր եւ դրա մասին հիմա կնայենք, ասում է, երբ որ մեկտեղ եկան, որովհետեւ լսում էին նրանց, որ իրենց լեզվով խոսում էին եւ ամենքը հիանում էին ու զարմանում էին ու ասում էին. Ինչ է սա, չէ որ ահա սրանք ամենքը որ խոսում են գալիլեացի են, ինչպես ենք մենք ամենքս մեր լեզվով լսում, որ այնտեղ ծնված ենք, պարթևներ, մարեր, եղամացիկ,
Տարբեր միջագետքի մարդիկ, հրեաստացիներ, կապատովկիացիներ, Պոնտոսից, Ասիայից, Փրուգիայից եւ Պամփյուլիայից, Եգիպտոսից, Լիբիացիների կողմերում, Կյուրենեայի մոտ եւ հռոմեացիներ, հիաներ եւ նորահավատներ, կրետեցիներ, արաբացիներ լսում էին, որ նրանք մեր լեզուներով Աստծո մեծամեծ բաներն են խոսում եւ հիանում էին ամենքը ու զարմանում ու մեկը մյուսին ասում սա ինչ պիտի լինի, իսկ ուրիշները ծաղր էին անում ու ասում էին հարբած են։ Հարցը սա է, մինչև անցնեմ առաջ, որ խմբի մեջ ես։ Պենտեկոստեի օրը ժողովուրդը բաժանվեց երկու խմբի։ Մի մասը ծաղրում էր, մի մասը ասում էր սրանք հարբած են, սրանք գժված են, սա աննորմալ երևույթ է, սա ճիշտ չէ, մյուս մասը հիացած ասում էին վաու, սա ինչ բան է, սա ինչ աստվածային երևույթ է, they were amazed, հիացած, զարմացած նայում էին, որտեղ ես դու, երբ որ հարցը վերաբերվում է Սուրբ Հոգու մկրտությանը, լեզուներ խոսալուն, մարդիկ այսօր էլ երկու կատեգորիա են, անգամ քրիստոնեական TV-ն այստեղ Գլենդելում որոշ քահանաներ, որոշ ուսուցիչների լսում եմ, որոնց հետ կուզեմ առանձին դիբեյտ անեմ, Սուրբ գրքից, շատ կուզեմ, որտեվ իրենք պնդում են, որ այս լեզուները նրա համար էր, որ պետք է գնային ազգերին քարոզելու, իրենց պետք էր, որ լեզու իմանան ու գնան տվյալ ազգով խոսեն, տեսեք այստեղ ասում է, խոսում էին լիբիացիների, Կյուրենիայի, Եգիպտոսի, արաբացիների լեզվով եւ ասում է, որ որոշ մարդիկ, ովքեր սխալ են ընկալում, ասում են, որ այս պարգևը նրա համար էր, որ գնան այդ ազգերի մեջ քարոզեն։ Okay? Բայց այստեղ չի ասում, որ նրանք այդ լեզուներով քարոզում էին, այստեղ ասում է այս լեզուներով օրհնում էին Աստծուն, որից հետո Պետրոսը իրենց լեզվով տալիս է ապաշխարության առաջի պատգամը։ Լսում եք, ուզում եմ ճիշտ ընկալենք։ Եթե լեզուները նրա համար էր, որ լեզուներով ավետարանչություն անեն եւ պատգամ տան, որ այդ ազգերը փրկվեն, ուրեմն Պետրոսը իզուր խոսած, որտեվ Պետրոսը կանգնեց երևի ծննդոցից մինչև ներկա ժամանակը բացատրեց Աստծո փրկության գործը եւ մարդիկ հանդիմանվեցին, ասին եղբայրներ, բա ինչ անենք։ Պետրոսն էլ ասեց ապաշխարեք եւ մկրտվեք, այսինքն լեզուներով խոսալը, թեև իրենց լեզուներով լսում էին, ոչ մի հանդիմանություն դեռ իրենց մեջ չկար, որովհետեւ պատգամը ոչ թե մարդկանց էր, այլ Աստծուն էր, նրանք մեծարում էին Աստծուն։ Կորինթացիցի մեջ Պողոս առաքյալն ասում է, նա ով լեզուներ է խոսում, Աստծո հետ է խոսում։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ լեզուներով խոսացող մարդիկ այդ օրը, թեև խոսում էին հայտնի ցեղերի լեզուներով, բայց Աստծուն մեծարանք էր դա։ Ավետարանչություն չէր, որից հետո Պետրոսը վեր կացավ, ավետարանչական պատգամ տվեց եւ 3000 հոգի ապաշխարեցին։ Սա շատ կարևոր բան է։ Հասկացանք։ Եվ նրանց համար, ովքեր ընկերներ, բարեկամներ ունեն, որ հակառակն են պնդում, սա օգնում է հասկանալ։ Որից հետո, երբ որ Պետրոսը վեր կացավ բացատրություն տվեց երկրորդի վերջերում, ասում է, որ այս պարգևը, որ լսում եք, ինչ որ դուք լսում եք եւ տեսնում եք, նորից Սուրբ Հոգին լսելի բան էր։ Սուրբ Հոգու 9 պարգևներից 3-ը առնվազն ձայնային պարգևներ են, այսինքն մինչև ձայն դուրս չգա, չի երևա այդ պարգևը, որոնց մեջ է մարգարեությունը, ոչ մեկը լուրջ չի մարգարեանում, չէ՞։ Ասենք երբեք չեք տեսնի ինձ խուլերի լեզվով մարգարեանամ։ Մարգարեությունը ձայնային է, լսելի է։ Այսինքն եթե ձայնը չբարձրանա, Սուրբ Հոգու աղոթքը կամ Սուրբ Հոգու ներշնչանքը բարձրաձայն չլսվի, պարգևը չի դրսևորվելու։ Լեզուների թարգմանության համար լսել է պետք։ Գիտության ու իմաստության խոսքի համար լսել է պետք։ Դրա համար մենք որպես Սուրբ Հոգով լցված եկեղեցի, երբ որ հավաքվում ենք, այո, մենք պիտի տեղ տանք նաև Սուրբ Հոգու աղոթքին եւ ծայրահեղություններին միշտ դեմ եմ։ Որտեղ մենք պիտի հաշվի առնենք այն մարդկանց, ովքեր նորեն չեն հասկանում դա, բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող այնքան զսպել, որ Սուրբ Հոգուն ընդհանրապես տեղ չլինի։ Պետրոսը երբ որ կանգնում է, ասում է, այս պարգևը ձերն է, ձեր որդիներինն է եւ բոլոր այն հերու եղողներին, ովքեր երբևէ դառնալու են Քրիստոսին։ Այսինքն նրանք, ովքեր պնդում են, որ Սուրբ Հոգու պարգևը կամ մկրտությունը դա այն ժամանակ էր, միայն առաքյալների ժամանակ, Պետրոսն ասում է, չէ, բոլոր ժամանակներում, ովքեր դառնալու են Քրիստոսին, այս պարգևը նրանց համար է։
ինչ որ մեկին շրջվի, ասա այդ պարգևը քեզ համար է։ The gift is for you to be filled with Holy Spirit. Amen. Եվ երևի վերջի բանը ասեմ, Հովհաննեսի մեջ 7-րդ գլուխ 37-39-րդ համարների մեջ Հիսուսը գրված է, տոնի վերջի մեծ օրում Հիսուսը կանգնած էր եւ աղաղակեց։ Պատկերացնում եք, աղաղակել ինչ է նշանակում։ Անգլերենով ոնց ասում, Great Day of Israel Jesus student cried out. Աղաղակելը դա բարձր ձայն է, որովհետև հազարավոր մարդիկ կային, մայքրոֆոն չկար, բայց դա շատ բարձր ձայն էր, Հիսուսը կարելի ասել գոռալով ասում էր. Եթե մեկը ծարավ է, թող գա ինձ մոտ եւ խմի։ Ինձ հավատացողը, ինչպես գիրքն է ասում, նրա փորից, ներսից կյանքի ջրի գետեր կբխեն։ Սա ասեց այն հոգու համար, կամ սա ասեց այն Սուրբ Հոգու համար, որ ընդունել էին նրան հավատացողները։ Ովքեր էին ընդունելու։ Նրան հավատացողները ընդունելու էին, եւ Հիսուսն այդ օրն ասում է, նրանք ովքեր ծարավ են, եկեք առանց ստակի, առանց որևէ բանի, եկեք խմելու, որովհետև դուք որ ինձնից խմեք, ձեր փորից, ձեր ներսից, ձեր հոգուց գետեր են հոսելու։ Գետը ընդհանրապես, գիտեք, եթե ուսումնասիրեք մարդկանց ցիվիլիզացիան, մարդկանց ձևավորումը դարերի ընթացքում, ցեղերը, ժողովուրդները միշտ հավաքվել են այնտեղ, որտեղ գետ է եղել։ Գետը միշտ հավաքել է մարդկանց, գետը միշտ կյանքի, հույսի եւ ապագայի երաշխիք է եղել, որովհետեւ գետը նրանց ծառայել է որպես թե խմելու, թե լվացվելու, թե ուտելիքի, թե փոխադրամիջոց ունենալու լիքը բաների մեջ։ Այնտեղ, որտեղ գետ չկա, բնակչություն չկա։ Այնտեղ, որտեղ Սուրբ Հոգու հոսք չկա, այն եկեղեցիները մեռնում են։ Իսկ Հիսուսը բոլոր հավատացողներին ասում է, եկեք ինձ մոտ, ստացեք այդ պարգևը, վերցրեք այդ պարգևը եւ ձեր փորից կյանքի ջրի գետեր պիտի բխեն։ Եվ ասում է, սա ասում էր Սուրբ Հոգու մասին։ Դրա համար էր, որ Հիսուսը իր աշակերտներին 3.5 տարի demonstrate անելով, ցույց տալով, սովորեցնելուց հետո ասում էր չշտապեք, սպասեք Երուսաղեմում, մինչև Սուրբ Հոգու պարգևը ընդունեք, որովհետև այնինչ դուք կարող եք անել Սուրբ Հոգու հետ, դա գերբնական է։ Գիտեք, որպես եկեղեցի Ամերիկայում մենք շատ բան կարող ենք անել, մենք կարող ենք կազմակերպել, մենք կարող ենք էֆեկտներ ստանալ, սարքել, բայց միայն Սուրբ Հոգու ներկայությամբ եւ Սուրբ Հոգու զորությամբ են կյանքերը փոխվում։ Միայն Սուրբ Հոգու ներկայությամբ են դիվային զորությունները, ամրոցները քանդվում մարդկանց մտքերի մեջ։ Եվ ամեն հավատացողի ներսից այդ Սուրբ Հոգու ոչ միայն դու լցվում ես, այլ քո մեջ այն դառնում է աղբյուր բխելու ուրիշներին։ Եվ իմ կյանքի ամենա հիասքանչ պահերը այն պահին են, երբ որ տեսել եմ ինչպես է Սուրբ Հոգին այդ գետը ինձնից գնում ու հպվում ուրիշներին, տարբեր ձևերով։ Երբ որ տեսնում ես, որ քեզնից կյանք է հոսում, որ Աստծո կյանքն է եւ հպվում է ուրիշներին, մեր շուրջը մեռելների հովիտ է, մարդիկ մեռած են անհավատության, կրոնի, դառնության, չներելու, անհուսության մեջ։ Իսկ մենք նրանց կողքը ապրում ենք, կարծես մենք էլ ձեզնից մեկն ենք։ Ոչ։ Ինձ հավատացողի փորից կյանքի ջրի գետեր պիտի բխեն։ Քո հարևանները սպասում են քեզ։ Քո ընտանիքը սպասում է քեզ, այնինչ դու քո մարդկային ինտելեկտով, խելքով չես կարող անել, Սուրբ Հոգու ներկայությամբ կարող ես անել։ Սուրբ Հոգով լցված Պետրոսը կանգնեց եւ խոսաց եւ այդ օրը 3000 մարդ ապաշխարեց։ Սուրբ Հոգով լցված Պողոսը հանդիմանեց այդ դիվահար աղջկան, որ շատ օրեր նեղացնում էր, շրջվեց եւ պապանձացրեց Սուրբ Հոգին ամբողջ գործ առաքելոցի մեջ։ Գիտեք չէ, որ այդ գիրքը ավելի ճիշտ պիտի լիներ անվանել Սուրբ Հոգու գործերը, որովհետև առաքյալները ընդամենը գործիք էին։ Սուրբ Հոգու պարգևը, սիրելիներ, ձեզնից յուրաքանչյուրի համար է, եւ եթե այստեղ կա որևէ մեկը, որ դեռևս չի ընդունել այդ պարգևը, ում է սպասում։ Եթե մկրտվել ես ջրով, եթե կյանքը տվել ես Հիսուսին, ուրեմն Սուրբ Հոգու պարգևը, Սուրբ Հոգու լեցունությունը քեզ համար է։ Աստված իր զավակներին լցնում է Սուրբ Հոգով։ Ամեն, եւ այսօր եւ ոչ միայն այսօր, վաղը մեքենայիդ մեջ, եթե որևէ մեկը մկրտված չի Սուրբ Հոգով, հանգիստ մի տուր, մկրտողը հովիվը չի, ջրի մկրտությունը մարդն է անում։
Ես ձեզ ջրով կարող եմ մկրտել, բայց Սուրբ Հոգով մկրտողը Հիսուս Քրիստոսն է։ Այո, իմ ձեռք դնելով, գրված առաքյալների ձեռք դնելով բոլորը Սուրբ Հոգով լցվում էին, բայց քո աչքերը պիտի լինեն Տիրոջ վրա։ Սուրբ Հոգով մկրտողը Հիսուս Քրիստոսն է, որ ասեց՝ դուք ջրով եք մկրտվել Հովանեսի մկրտությունով, բայց շատ օրեր չանցած Սուրբ Հոգով եւ կրակով պիտի մկրտվեք, որ դառնաք իմ վկաները։ Եվ այսօր Սուրբ Հոգու լեցունությունը, մկրտությունը հասանելի է յուրաքանչյուրիդ, որ այստեղ եք։ Անկամ նրանք, ովքեր մկրտված են, ուզում են, որ վերալիցքավորվես, որովհետև Գործք առաքելոցում մենք տեսնում ենք, որ եկեղեցին ժամանակ առ ժամանակ գրված է եւ նրանք լցվում էին Սուրբ Հոգով եւ ուրախությունով։ Այն ժամանակ, որ մենք լցվում ենք Սուրբ Հոգու ուրախությամբ, դրանք երանելի ժամանակներ են եւ մենք բոլորս ունեցել ենք այդպեսի, չէ՞, հատուկ կոնֆերանսներ են լինում, ճամբարներ են լինում, մենք հանկարծ տպավորությունն ունենք, որ մեր թևերը աճել է հետևից, մեր գլխին տենց լուսավոր պսակ կա, իրականում կա, երբ որ մենք լցվում ենք Սուրբ Հոգով։ Եկեք ով ծարավացներ եւ ձրի խմեք, լայն բաց բերանդ եւ ես կլցնեմ։ Գիտեք, հատուկ magic պետք չի։ Եթե դու նորից եմ ասում, կյանքը տվել ես Հիսուսին, Սուրբ Հոգին պարգև է նվեր հորից իր յուրաքանչյուր զավակին զորացնելու, լուսավորելու, օրհնելու, տալու կարողություն անելու բաներ, այն assignment-ը, այն պարգևը, կյանքի կոչումը, որ դու ունես, առանց Սուրբ Հոգու չես կարող անել։ Սուրբ Հոգին է, որ զորացնում է մեզ. He enables us to do things that we cannot do by ourselves. Amen. Come Holy Spirit. Մենք քո կարիքն ունենք։